Շատերը ասում են, որ կարմիր ոսպը կարող է փոխարինել մսին։ Պատճառը այն է, որ այն հարուստ է բուսական սպիտակուցներով։ Այն նաև շատ առողջարար է եւ հագեցնող։ Դրա համար կարծում եմ, որ պահքի ընթացքում այս բաղադրատոմսը ուղղակի իդեալական կլինի։ Իսկ այսօր կպատրաստենք կարմիր ոսպով կոտլետներ։ Դրա համար նախապես անհրաժեշտ է ոսպը թրջել եռացրած ջրով մոտ 30 րոպե։ Իսկ մինչ այդ սոխը սխտորը կանաչին մանր կտրատում ենք։ Իսկ գազարը քերում։ Ապա ոսպը քամում ենք, ավելացնում ենք մեր մանրեցված բաղադրիչները եւ ձեռքի հարիչի օգնությամբ հարում ենք այնքը, մինչ ստանանք համասեր զանգված։ Ապա ավելացնում ենք տոմատի մածուկը, աղ եւ պղպեղ։ Այս ամենը լավ խառնում ենք եւ անցնում ենք մեր կոտլետների ձևավորմանը։ Որպեսզի հեշտ լինի կոտլետները ձևավորել, անհրաժեշտ է նախապես թրջել ձեռքերը։ Ես կոտլետները ձևավորել եմ շրջանաձև, իսկ դուք կարեք այնպես, ինչպես կցանկանաք։ Ապա կոտլետները տեղափոխում ենք սառցախցիկը, որպեսզի այն ստաբիլանա մոտ 30 րոպեով։ Եվ 30 րոպե հետո մեզ մնում է միայն տապակել կոտլետները մանր կրակի վրա երկու կողմից, մինչ ոսկեզօծ դառնալը եւ վայելել այս համեղությունը։ Վերջում ես պատրաստել եմ հատուկ սոուս հենց այս կոտլետների համար, որի բաղադրատոմսը կարող եք տեսնել նկարագրության բաժնում։ Իսկ դու չմոռանաս սրտիկել եւ անպայման պահպանել, որպեսզի չկորցնես բաղադրատոմսը։